Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարները։ Բանակցություններում հայկական կողմը ներկայացրել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վրացական կողմը Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալյան, ադրբեջանական կողմը Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կառուցողական չէ։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական մի քանի դրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Լրագրողի խնդրանքով անդրադառնալով եվրոպական դիտորդական առաքելության վերաբերյալ հարցին Միրզոյանը նշել է, որ առաքելության մանդատը հիմնականում ուղղված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, նաեւ սահմանի երկայնքով կայունության ապահովմանը։ Եվ հենց որ խաղաղության պայմանագիրը կնքվի եւ ուժի մեջ մտնի, նման առաքելության անհրաժեշտություն այլևս չի լինի։ Բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը չի ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, բանակցությունները եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը, նշել է Միրզոյանը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիության, ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանի եւ Բաքվին։ Ռավանչին նաեւ ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարեւորությունը տարածաշրջանային կայունության համար եւ երկու երկրներին հորդորել է կենտրոնանալ ապագայի վրա, մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։ Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում, ընդգծելով, որ ռազմական ուժը չպետք է օգտագործվի այլ երկրի տարածք գրավելու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները, մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ։ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։ 25 թվականի մարտին Հայաստան է այցելել 129.887 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեր երկիր է այցելել 152.865 մարդ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացնում է Միացյալ Նահանգներ անօրինական կերպով մուտք գործելը վտանգում է ձեր անվտանգությունը եւ նույնիսկ ձեր կյանքը։ Հանցավոր խմբերը, կարտելները եւ մարդկանց թրաֆիքինգով զբաղվողները թիրախավորում են անօրինական ներգաղթյալներին, նրանց ենթարկելով բռնության, շորթման եւ հարձակման, հայտնում են դեսպանությունից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների եւ սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման շրջանակում բարձրաձայնվել են բնակիչներին մտահոգող խնդիրներն ու հնչել առաջարկներ հնարավոր լուծումների վերաբերյալ։ ԵԱՏՄ-ում վերացվել է քաղաքացիների ազատ տեղաշարժման խոչընդոտներից մեկը, հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։ Հիշեցրել, որ վերջերս ուժի մեջ է մտել Ռուսաստանի եւ Բելարուսի միջև վիզաների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։ Այսուհետև Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղստանի քաղաքացիները գործնական հնարավորություն ունեն Բելարուսից Ռուսաստան եւ Ռուսաստանից Բելարուս անցնելու միջազգային երկաթուղային եւ օդային հաղորդակցության օգտագործվող ուղիներով, նաեւ համաձայնագրի հավելվածում թվարկված ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներով։ Մինչ այդ Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղստանի քաղաքացիները Ռուսաստանի եւ Բելարուսի միջև սահմանը կարող էին հատել միայն ինքնաթիռով։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը։ Ապրիլի 16-ին 73 կիլոգրամ քաշային ծանրորդների հետ մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի հավաքականից Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոր Սահակյանը։ Ինչպես հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից, մեր մարզիկը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 153 կիլոգրամ եւ այս վարժությունում դարձել բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում Սահակյանը բարձրացրել է 185 կիլոգրամ եւ այս ձևում եւս նա բրոնզե մեդալակիր է։ Երկամարտի 338 կիլոգրամ արդյունքով Գոր Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Բելգիական ծագումով ամերիկացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ հայտարարել, որ ցանկանում է ժամանել Ռուսաստան եւ դառնալ խաղաղության դեսպան։ Դերասանն ասել է, որ շուտով կլինի Ռուսաստանում, եթե Պուտինը դա ցանկանա։
Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ նրանց համար։ Նշվում է, որ Փեյնյանը զսպման ճնշող ուժերի կիրառմամբ կստիպի ԱՄՆ-ին գիտակցել, որ որքան բարձր լինի Հյուսիսային Կորեայի դեմ սադրանքների մակարդակը, այնքան բարձր կլինի վտանգի մակարդակը Վաշինգտոնի համար։ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը ոչ մի դեպքում թույլ չեն տա թշնամական ուժերի կողմից պետության ինքնիշխանության ու անվտանգության համար ամենաչնչին իսկ սպառնալիք եւ հզոր ուժ կկիրառեն զսպելու Միացյալ Նահանգների ագրեսիվ մտադրությունները, ընդգծել են նախարարությունում։ Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց ռազմաբազան։ Վերջին մի քանի օրվա ընթացքում բազայից դուրս է եկել 2 ռազմական շարասյուն, ավելի քան 70 եւ 200 միավոր տեխնիկայով, գրում է Al-Arabiya News-ը։ Ամերիկյան անվտանգության ուժերը նախկինում Իսրայելի պաշտպանության նախարարությանը տեղեկացրել էին, որ Միացյալ Նահանգները կսկսի զորքերի փուլային դուրսբերումը Սիրիայից։